Ոնց ասում։ Ստացվեց չէ շտկելը։ Ուրեմն ավելի մեծ շտկումներ անելու ճիշտ։ Սիրելի հայրենակիցներ, այսօր ես ստեղ խոսում եմ ոչ միայն որպես Հայաստան դաշինքի առաջնորդ, այլ նաև որպես այս համայնքի բնակիչ։ Այո! Եվ համայնքի բնակիչ լինելով հիմա սկզբից կսկսեմ որպես համայնքի բնակիչ, բայց իմ մոտ այսի հարց է առաջացել այս վերջի տարածված դիսկուրսի պատճառով։ Եվ սկսվեց հատկապես պայքարը վերան դեմ։ Մի անգամից մտածեցի, իսկ Մալացիա անունը տարածքար պահանջի Թուրքիայի ապրիլու է այդ անունը թե փոխվելու է, այդ հարցի պատասխանը մինչ այսօր ես չունեմ։ Միգուցե նաև Մալացիա Սեբաստիա համայնքը կոնֆլիկտացին համայնք է, ինչպես ասում է Փաշինյանը, համար, հիմա ինչ անել, քոչեն ստղից, թե քոչացնենք ինչ-որ մեկին։ Ինքը ոչի լամ է տղի։ Այս հարցը ոնց է լուծվելու դուք պետք է ասեք։ Միասին։ Բայց ով ուզում է այս ամենը փոխել, Հայաստանում տեղ չպետք է ունենա։ Այո։ Սիրելի ժողովուրդ, այսօր ամբողջ Հայաստանը սրտիկների մեջ է։ Ուր գնում ես ու նայում ես սրտիկների մեջ է։ Որ մի քիչ շարունակվի կարող է պոչքի, չգիտեմ բարման տարբեր սիմվոլների կամ մարմնի մասերի առնչվեն։ Բայց ենթադրում եմ նաև դա հայտարարում է, որ այս ամենը նշանակում է, որ իշխանությունը իբրև ձեզ սիրում է։ Սա է չէ մեսիջը։ Սա է։ Որ սիրում է երկիրը, սիրում է ժողովրդին։ Հիմա փորձենք հասկանալ։ Նորմալ մարդը ինչ ինդիկատիվ ունի այս երկու հասկացության տակ։ Ինչ է նշանակում սիրել երկիրը և ինչ է նշանակում սիրել ժողովուրդին։ Ենթադրում է, որ երկիրը սիրել նշանակում է ամուր պահել երկրի դարպասները։ Ամուր են պահել ոչ, ուրեմն չեն սիրել։ Ինչ է նշանակում սիրել ժողովրդին։ Երևի առաջերտին ապահովել ժողովրդի անվտանգությունը։ Ինչ են արել, հրահրել են պատերազմ, պարտվել են այդ պատերազմում, տվել են ավելի քան 5,000 զոհ, 12,000 վիրավոր և տարածքային կորուստներ։ Սա է ձեր սերը։ Հիմա համաձայնում եք, որ մի քիչ տարօրինակ սեր է։ Իսկապես տարօրինակ սեր է։ Կան մարդակեր ցեղեր, որոնք ևս սիրում են մարդկանց, բայց այլ նպատակների համար։ Ավելի շատ սիրում են մարդկանց մարմինների տարբեր մասերը, մեկը շատ, մեկը քիչ։ Մենք մարդակերի սերի տարիք չունենք, այդ սերը ուղղիր մեկ այլ ուղղությամբ։ Այդ սերով փորձել եք ուղղի դեպի Ադրբեջան։ Գիտեք մի փոքր պատմական հետ գնամ պատմության մեջ, ես պաշտոններ շատ տարբեր մարդկանց են շրջվել բարձր պաշտոններում, մեկ շատ հայտնի հիվանդագետ ինձ պատմեց մի փոքր պատմություն, երևի 60-70 տարի առաջ
Եվրոպական երկրի մեկի դիվանագետին Աֆրիկայում Ոնդի կերել Տուրիստի պես շարժվել Աֆրիկայում, գնացել այդ չորմինտեղ, երկրին էր ծամոթանում մենք թմբիկ էր սետ կլավ բրնիկ երա մեծ սկանդալ էր և այդ երկիրը մոտաներով, բանով, ես ինչ եղավ, ինչ է կարել և այլ հիմա այդ Աֆրիկացի երկրի ղեկավարը խեղճը ասում այն ինչ անիք, հիմա կերել է մենք էլ ձեր երկրում դեսպան ունենք, դուք էլ իրենք եք Այսպիսի մարդասիրություն մեզ պետք չի գնացեք գրողի ծոցը այդ մարդասիրության Այո, Երևան գետորոշ դիքը Ինչ ես անում, եթե մեկին իսկապես սիրում ես Անում ես ամեն ինչ այդ մարդուն վտանգի տակ չդնելու համար Պատրաստ ես դուք քեզ զոհաբերել Գետորոշ Բայց թրկել այդ մարդուն ում սիրում ես, ծնողը, զավակին, ամուսինը, կնոջ, ընկերը, ընկերոջ Սա է մեր կոդը, սա է մեր ժողովրդի կոդը Եվ այսպես պետք է ապրել Համաձայն ես